այնպես չի իմ դասախոսն է եղել, պարզապես երբ փոքր էի, շատ փոքր տարիքից եմ իրեն ճանաչել, հայրիկիս ընկերն էր Սամվել Խալացյանը, եւ ես բանաստեղծություններ էի գրում, եւ ինքը եկավ խորհուրդներ տվեց, մի քանի խորհուրդ, ամեն խորհուրդ չի որ ընդունում ես, եւ կան դասախոսներ, շատ դասախոսներ եմ ունեցել, որոնցից գրեթե բան չեմ սովորել, բայց իր այդ մի քանի րոպե խոսքից ես շատ բան հասկացա ու իսկապես գտա իմ ճանապարհը։ Հետագայում իհարկե էլի շատ բաներ սովորեցի։ Սամվել Խալացյանի մի բանաստեղծություն եմ նվիրել։ Ուզեի այդտեղ մի քարյակ կարդալ, որպեսզի ինձ թվում է սա իր կերպարի այսպես հոգեբանական նկարն է։ Ասես դիմի իր բառին, արվեստին, գրականությանը, ինչ էլ լինի այս աշխարհում դու մնա։ Իմ մասնատված էությունը հաստատիր։ Ասա, որ ես ինձ վիճակված օրերում 2 տարի զառանցանքում ապրեցի։ Հիմա հետագայում ես հասկացա, նախ ասեմ, թե որտեղից այս 2 տարը իմ մեջ այսպես տպավորվել եւ քանի որ սա իրոք ողբերգություն է մարդու համար եւ այլ ավելի մեծ ողբերգություն է գրողի համար։ 2 տարի արանքում Հովհաննես Թումանյան, 2 քարի արանքում հոգնել եմ նոր ընկերի ու 5 ցարի արանքում։ Այստեղից տպավորվեց հետո սենց ուրեմն շատերը նույն Սամվել Զուրոյանը իդեպ պիես էր գրում, չէ, Զուրոյի մասին կիսատ մնաց, շատ կուզեի կարդալ այդ պիեսը։ Չգիտեմ, ով կարող է օրինակ գրել, չէ, ասիկ իր աշխատանքները ոչ ոք չի կարող շարունակել։ Իրոք, այդ չգիտեմ, կարող եք շարունակել։ Զուրոյի մասին, եթե ծանոթ եղել եք։ Չեմ ծանոթ եղել։ Ափսոս։ Սամվելի ձեռագիրը միայն իրեն է։ Ինչպես ամեն իսկական գրող։ Իսկ ինքը իսկական։ Իսկական։ Սամվել Զուրոյանը եւ էլի շատ բանաստեղծներ շատերը տրվեցին հարբեցողության, կյանքը չստացվեց, քանի որ 2 տարի արանքում էր եւ այդ սովետական երկիրներ քայքայվում փլուզվում էր, անկախ պետություն դարձան եւ շատերը չգտան իրենց տեղը, բայց Սամվել Խալացյանը գտավ իրեն որպես գրող, Սամվել Խալացյանը կարողացավ նաեւ մեր ժամանակին շատ բան ասել, վկա իր պիեսները, որի մասին դուք շատ լավ խոսեցիք ու շատ լավ է, որ այդ անդրադարձը եղավ իր դրամատուրգիային։ Երբեմն միջոցառումներ են տեղի ունենում, ու գրողի մասին կարծես չեն խոսում։ Չեն էլի խոսում գրականության մասին, գրողի մասին կարող է անձի մասին խոսեն, բայց գրականության մասին քիչ խոսեն։ Ես նաեւ շատ ուրախ եմ, ես գիտեմ, որ Տիկին Գևորգյանը շատ մեծ դեր է ունեցել այդ բանաստեղծական ժողովածուի, ինքը չէր ուզում, որ տպագրվեր։ Եվ այսօր, քանի որ արձակը չես կարողանա այդպես հատվածները երկար են կարդալ, լավ է, որ մենք բանաստեղծություն ենք այսօր ընթերցում, Սամվել Խալացյանի բանաստեղծությունները։ Ես էլ եմ ուզում մի բան կարդալ իր գործերից։ Ես դժգոհ եմ երկիր, շատ եմ դժգոհ քեզնից, բայց դե մեր մեջ ասած դու ինչ անես, երբ 1000 շուն շանգյալ կախվել են քո վզից, ստիպում են իրենց շահես, պահես։ Ես հոգնել եմ երկիր, շատ եմ հոգնել քեզնից, բայց դե մեր մեջ ասած դու ինչ անես, երբ սիրտդ խոցոտել, պոկել են քո կրծքից, ստիպված ես հոգուդ վերջին շունչը պահել։ Ես զզվում եմ երկիր, շատ եմ զզվում քեզնից, բայց դե մեր մեջ ասած դու ինչ անես, երբ ոսկորը ճերմակ զատել են քո մսից եւ կերպարդ շքեղ սոսկ կմախք է դարել։ Ես սիրում եմ երկիր, շատ եմ սիրում ես քեզ, բայց դե մեր մեջ ասած ինչ օգուտ իմ եսից, երբ վախորած ու խեղճ փեշի տակ եմ պահվել, ձիուց ընկածի պես վախենում եմ էշից։ Երևի թե այսքանով ավարտեմ, բայց նաեւ բան էլ կուզեի ավելացնել, գրողից եւ ընդհանրապես մտավորականների ցավոք սրտի մեր հասարակությունը պահանջում է անպայման լինել ինչ-որ քաղաքական կուսակցության կողքին։ Այո, բայց օրինակ դա իմ կարծիքով շատ սխալ է։ Սամվել Խալացյանը իր գրականությամբ եղել է բառը գերագույն կերպով ազնիվ է եղել, թե իր քաղաքական հայացքների առումով, թե ընդհանրապես մեր
երկրի հետ կապված շատ մտահոգ մարդ էինք ու իր գրականության մեջ դա ազնվագնուն կերպով պարզապես արտահայտել է։ Սամվել